Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ սա գործող կազմող կառավարության վերջին նիստն է, քանի որ 9-րդ գումարման ազգային ժողովի ձևավորման առիթով կառավարությունը Կիրակի հրաժարական է տալու։ Նրա խոսքով հրաժարականից հետո հանրապետության նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության կողմից առաջադրված թեկնածուին։ Փաշինյանը նաև նշել է, որ գործող կազմող կառավարությունն այս նիստով ավարտում է իր աշխատանքը։ Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում էլ կնշանակվի Մելանիա Հարությունյանը։ Արդեն կառավարության նիստից հետո ավանդական ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը պատասխանել է մի քանի կարևոր հարցերի։ Նա ընդգծել է, որ պատասխանատու է Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունների, այլ ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների համար, ընդգծելով, որ դրանք տարբեր բովանդակություն ունեն։ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ։ Իչև էս Հայաստանը չի ունեցել այլընտրանքներ, չի ունեցել։ Տնտեսական առումով։ Ոչ, այդ թվում քաղաքական առումով։ Ինչի տնտեսական առումով, այդ թվում քաղաքական առումով։ Ինչա տեղի ունեցել, ինչն է խնդրեմը։ Խնդրեմը հետևյալի մեջ է։ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Միացյալ Նահանգների հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ, Հոլանդիայի հետ, Ֆրանսիայի հետ եւ այլն եւ բազմաթիվ այլ պետությունների հետ։ Իսկ նախկինում Հայաստանը ռազմավարական հարաբերություններ չուներ կամ չէր կարող ունենալ այսքան գործընկերների հետ։ Խնդրեմը այդտեղ է։ Ես չեմ կարող Ռուսաստանի զգացմունքների մասին ասել, ես կարող եմ ասել, որ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ եւ այդտեղ էլ էլի էքսկլյուզիվության բաղադրիչ կա կամ մեծ խնդիրը հետեւյալն է կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները կամ հարաբերություններ չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք ասում ենք հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն։ Եվ սա լեգիտիմ դիրքորոշում է, սրա մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է կողմնորոշվելուն, ես ասում եմ մենք մեր պատմության փորձը ցույց է տվել, տեսեք դուք ասում եք լավ գործընկեր, թե լավ գործընկեր չի Հայաստանը։ Հայաստան 2022 թվին ինչով լավ գործընկեր չէր, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը իր ֆունկցիաները չկատարեց։ Ինչով լավը չէր Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ էր արել Հայաստանի Հանրապետությունը։ Ում էր վատություն արել Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը ինչով էր վատը, ինչ վատ բան էր արել Հայաստանի Հանրապետությունը, որ այդ ամեն ինչը տեղի չունեցավ։ Ինչով էր Հայաստանի Հանրապետությունը վատը, որ Ղարաբաղում ռուս խաղապահները իրենց գործառույթները չկատարեցին։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի նոր հատուկ բանագնացի նշանակման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չկա։ Այդ հարցի հետ կապված որոշում չունեմ եւ նաեւ այն պատճառով, որ նաեւ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ, այդ թեմայով քննարկումներ հիմա ընթանում են։ Կառավարության շենքի մոտ մի քանի ակցիա է անցկացվել, միաժամանակ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել բանակում զինծառայության ժամանակ մահացած զինվորների ծնողները, Գագիկ Ծառուկյանի աջակիցները եւ վարորդական իրավունքից զրկված վարորդները։ Բոլորս անչափահաս երեխեք ունենք, մենք շոֆեր ենք, բան, ես այսօր գործից խնդրել եմ, գործի պետք է այդ ամստեղից հետո։ Բանվոր եմ աշխատում, որ կարողանամ 3 տղա ունեմ, աշխատեմ պահեմ։ Էլի, այդ գործի շեֆերին, այս վարորդական իրավունքներին խնդրում եմ էլի, իրանց ժամանակ տրամադրեք, թող գան իրանց հարցին լուծում տան, էլի։ Ուղղակի խնդրում եմ, ձեզի ներողամիտ ելեք։ Միանշանակ Ռուսաստանով է, որ հայ քաղաքացուն զրկի Հայաստանի Հանրապետություն։ Իմ պրավեն ստեղ զրկել են, պրավեն իմ ստեղ ձեռքս վերցել են, ասում են Ռուսաստանի Դաշնությունն է քեզ զրկե։ Այսինքն դուք հայ քաղաքացուն ստեղ զրկեք կարակ տակ, Ռուսաստանը որ հայ քաղաքացուն զրկել է, իմ հայկական վարորդական իրավունքը Ռուսաստանը առանց իմ տեղյակ լինելու, առանց ինձ տեղյակ պահելու, պրավեն իմ ձեռքում։ Խմացություն հրաժարվել է ստուգել ու բոլոր Ռուսաստանում զրկվածների թեման խմացություն հրաժարվելն է։ Միակ տարբերակով այդպես զրկել են։ Ուրիշ տարբերակով չեն կարող իրանք։ Նայ, սպասի։ Մարդը, որ ռուսերեն չի իմացել, զրկել են։ Հայ ելնելով զրկել են։ Եթե այնտեղ ձեր վերադասները հայեր են, երկուշաբթի մեր բոլորի աշխատանքատեղերը կբացվի։ Նորից եմ ասում, ազգ, ասել եմ, դա բոլորի ներկայությամբ, ասել եմ, եթե Նազարյան ջան, դուք պետք է ասեք, մեկը մյուսին ասի, մեկը մյուսին, գա հասնի խոսքը
մի հոգի որոշի, շտապ արեք, այդ ամեն ինչը մեր աշխատանքի տեղերը բացեք, մեր աշխատավարձերը շտապ տվեք, մենք անցնենք մեր աշխատանքի եւ հաջորդ հարցը բանկային հարցերն է, որը ոչ մեկը սև ցուցակ չընկնենք։ Նա նորից եմ ասում ժամկետից չկարողացավ ասի, բայց հարցը լուրջ համարեց ու ասեց կպատասխանենք, ես էլ իրան պատասխանեցի։ Եթե ձեր վերադասները ամեն վերադասի, որտեվ ինքը պետքա մեկին ասի, մեկը մյուսին, ցենց ինչ-որ տեղ բարձանա։ Եթե բոլորը հայեր են, երկու շաբթի կգնանք աշխատանքի։ Սա այն վերջի խոսքն է։ Իսկ եթե որ ասում է չենք հավատում իրանց, մնում ենք այնքան, մինչև իրանք էլ աշխատանքի չգնան։ Ես այդքան բան կասեմ։ Չէ, ես մնում եմ մի հատ հասկանամ, որովհետև Նազարյանը կարող է մի ժամ հետո ասի, չէ, սոտեկի սենց պատասխան, որովհետև նրանից զգացվեց, որ դրական է տրամադրված, որ այս հարցի լուծում տա։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով, ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նրա խոսքով անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս է եկել քննչականից եւ ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել կալանավայր։ Ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ նրան։ Ծառուկյանը միայն հասցրել է արձագանքել վարչապետ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե թալանածն է հետ բերում, ասելով արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում։ Գառնիի քարերի սիմֆոնիա կոչվող տարածքում հայտնաբերվել է 14-ամյա Վահե Ապիկյանը, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու դպիրը, որի անհետացումը մեծ արձագանք էր ստացել։ Այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ պատանին տնից հեռացել է, թողնելով անսովոր գրություն։ Դրանում նա հայտնել էր, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից եւ ցանկանում է ճգնավոր դառնալ։ Ավելի վաղ Ուրարակիր Թովմաս Առաքելյանը տեղեկացրել էր, որ Վահեն նախորդ առավոտյան առանց որևէ մեկին զգուշացնելու դուրս է եկել տանից, իր հետ վերցնելով միայն եկեղեցական համազգեստը։ Դրանից հետո սկսվել էին նրա որոնումները, որոնք ավարտվել են Գառնիի քարերի սիմֆոնիա տարածքում նրան հայտնաբերելով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հարցում 3 տարբերակ ունի՝ հասնել նոր համաձայնագրի, շարունակել շրջափակման քաղաքականությունը կամ դիմել ռազմական գործողությունների։ Նեթանյահուի խոսքով Իսրայելի համար ընդունելի է ցանկացած տարբերակ, որը կհանգեցնի Իրանի միջուկային ծրագրի դադարեցմանը, ընդգծելով, որ դա Վաշինգտոնի եւ Թել Ավիվի ընդհանուր նպատակն է։ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի մասնագետները բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից ահազանգ են ստացել, որ Մարտունի քաղաքի բնակիչներից մեկի տանը պահվում է արջի քոթոտ։ Կենտրոնի մասնագետները ԲՏՄ տեսուչների ուղեկցությամբ անմիջապես մեկնել են նշված հասցե։ Նախնական տեղեկությունների համաձայն քոթոթին հայտնաբերել են Այրիջայի լեռներում, որտեղ այն դարձել էր շների հարձակման թիրախ։ Տեղի բնակիչները միջամտել են փրկել կենդանուն, ժամանակավորապես տեղափոխել անվտանգ վայր եւ անմիջապես տեղեկացրել ԲՏՄ տեսուչներին։